Իսկ դու գիտեք, որ գլխուղեղը չի սիրում շատ աշխատել, ծույլ է, եւ հաճախ դուք նպաստում եք, որ ջրլությունը ավելի խորանա, չեք ստիպում, որ այն աշխատի, չեք քայլում այնպիսի մարդու հետ, որը ձեզ տա բավականին իմացություն, խելացի անձնավորության հետ չեք շփվում, կամ չեք շատ կարդում, կամ որևիցե կյանքի փոփոխություն չեք կատարում, գնում եք աշխատանքի, գալիս եք եւ ուրիշ ոչինչ, կամ նստած եք տանը, պետք է անընդհատ ստիպեք ձեզ, որ ձեր գլխուղեղը աշխատի, որովհետև եթե չեք ստիպում եւ այն մատնվում է ծերության, ապա դուք սկսում եք հաճույքով, հանգիստ, ուտել, զբաղվել նրանով, որը ձեր համար շատ պիտանի չի, սիրելի իմ ժողովուրդ, ստիպեք, որ ձեր գլխուղեղը աշխատի, սովորեք որևիցե մի բան, նորություն, կամ գնում եք ճանապարհով, որոշեք այսօր այդ ճանապարհով չքայլել, քայլել այլ ճանապարհով, որ գլխուղեղը նորմալ աշխատի, եւ ստիպելով ձեր գլխուղեղի աշխատանքի խթանմանը, դուք հիշողության կորուստ չեք ունենամ, բայց արդեն ձեր մոտ եթե կա գլխապտույտ, գլխացավ, հիշողության կորուստ, ապա անպայման կատարեք անոթների դուպլեքս հետազոտություն պարանոցի, որպեսզի տեսնեք ինչպիսի վիճակ է ձեր պարանոցի վիճակը, եթե այնտեղ խնդիր կա, 5000 դրամ մուծելով ընդամենը այդ դուպլեքս հետազոտությանը դուք կարող եք տեսնել ձեր պարանոցի վիճակը կատարել բուժում, նաև ինչու՞ չէ, հնարավոր է նաև վիտամինի պակաս։